ով օգուտ ուներ այսպիսի բանից, ով կշահեր այս բանից։ Եվ իսկույն իհարկե ով կշահերի մեջ մտավ այդ րոպեին, ովքեր էին նեղ վիճակում, որ կօգտվեին այսպիսի բանից, որ ուշադրություն շեղվի այս խնդրի վրա եւ ոչ թե իրենց վրա։ Պարզա չէ, նոր այդ րոպեին նեղ վիճակում էր Ռուսաստանը, որտեղ այդ խփել էր Լեհաստանի վրա եւ դրա մասին էին խոսում անդադ, եւ թե ՆԱՏՕ-ն ինչ պատասխաններ է տալու եւ այլն, եւ երկրորդը Իսրայելն էր, որը խփել էր Կատարին եւ դրա մասին էին խոսում, թե սա ինչ է արել, Իսրայելը փաստորեն սա Պարսկաստանի խփել չէր, որին արդեն տասնամյակներով մեղադրում է միջուկային զենք սարքելու մեջ, տերորիզմի մեջ եւ այլ ամեն տեսակ բաների։ Սա խփում է Ամերիկայի դաշնակից, որտեղ ամերիկյան ռազմաբազակը ամենամեծ շատ, որը միջնորդի դերով մասնակցում է, փորձում ամեն կերպ Իսրայելա-պաղեստինյան հարցերի լուծում գտնի